Ինչպես հրապուրեց այս շենքը, որոշեցինք այցելել եւ պարզել սա ինչ է, եւ առաջի կասկածները որ կան, ինձ թվում է սա ցլամարտի ինչա կոչվում, ստադիոնա կոչվում, թե դաշտա կոչվում, հիմա մի հատ գնանք նայենք, այնա դուստել համապատասխան արձանը կա, բայց ում արձանն է չգիտենք, հիմա կնայենք, կպարզենք, հիմա անցնենք ներս, եւ այո ճիշտ է, ցլամարտի ահա պաստառները 2009 թիվ, 14 թիվ, 2003 թիվ, այսօր խաչիկն է կռվում, ես ինչ օրը վաչիկն է կռվելու, ես ինչ գոմեշի հետ, գնենք տոմս և այցելենք ներս, գուցե մի հատ էլ համազգեստ լինի, հագնենք այսենց ես իրանց մարտիկի, ցլամարտիկի համազգեստով և նկարվենք, տեսնենք ինչ կա ներսից, միջև մյուս տարի ցլամարտ չի լինելու, սա այդ կոչված ստադիոնն է, իհարկե եթե ասեին, որ այսօր շակերտների մեջ ասած ներկայացում կա, ես չէի մնա, չէի դիտի, որովհետև ես դա համարում եմ շատ դաժանություն, այդպիսի բաները կան վանդակների մեջ, որ իրար ծեծում են, կռիվ են անում, ինչ-որ Ծառուկյան, Մարուկյան և այլ Դաղստանցի, ուզբեկ, թուրք-մուրք, այսպես բաներ ես չեմ նայում, անեցուր, բայց հիմա որպես այդ արենան, և տեսարանը բանը, ցես կնայենք, էքսկուրսիա կանենք, ինչա, մեզ խեղճ կենթանում տանեն, Արմինեն նորեր էր ասում, աճացնեն, մեծացնեն, կերակրեն, հետո տանեն սպանեն, ինչպիսի դաժանություն, իհարկե մենք էլ ենք օգտվում այդ սպանված կենթանների մասից, բայց ուրիշ ավելի բան պայմաններում։ Մի փոքրիկ թանգարան կա այստեղ, պատմում է, իհարկե կարելի էր հեռախոսով լսել սրա իմաստը, պատմությունը, երբ առաջացել, բայց սա արդեն դրանով կզբաղվենք մեկ ուրիշ անգամ, հիմա ժամանակը չծախսենք լսելու վրա, ավելի շատ դիտենք, այսպիսի տեսք է ունեցել ժամանակին, սենց եկել են, ոնց որ ձեզ շատ ծանոթ, մեզ ծանոթ գլադիատորների մարտերն են դիտել, Հռոմում, Կոլիզեում, սա էլ ստեղ, այս երկրում էլ սա է եղել ընդունված ցլամարտերը։ Բոլոր նկարները թեմա, որտեղ 4 հատ ֆրանսիացի կին են, շատ աղմկոտ են, անիտեղ մի դրեք։ Բոլոր ասենք ստադիոնների պես, օղակաձև պտտվում է, 4 կողմը, Կոլիզեի պես, արենայի պես, կրկեսի պես ասենք, ու ամենուրեք շատ զուգարաններ կան, Արմինեն զարմացավ, թե ինչու այսքան շատ զուգարան կա, բացատրեցի, բա որ ներկայացում, եթե սա ներկայացում կոչենք, ներկայացում է լինում, ահագին հազարավոր մարդիկ կան նստած, ինչպես ֆուտբոլային ստադիոնի պես, կամ պետ կրկեսի պես, մարդկանց համար պայմաններ են պետք, որ դուրս գան զուգարանից օգտվեն, բուֆետ, այ այսպիսի տեսք ունի։ Այ կտրվածքով Արմին է, սենց տեսք ունի։ Այսպես կլոր տեսք ունի, մենք հիմա այս ներքևի մասով սենց պտտվում ենք։ Ահա։ Երևի հիմա դուրս կգանք դաշտ, ընդեղից էլ կնկարենք, տեսնենք, այսպես տեսք ունի, մարդիկ նստում են, ստեղ էլ ցուլերը տորեադորների հետ կրվում են։ Այսպիսի տեսք են ունեցել և ունեն,
Սրա ես մասին թեթևակի հաղորդում տեսել եմ, հիմա շարունակեմ, այսպես դեպքեր են լինում նայելը, եկե խփեք քանի հատ մարդու ցուլը վնասել թռել այն կողմ։ Այս սրանց Արմինեից հագուստը մի ամբողջ արարողություն է, հագուստ կարելու ձևը, հագնելու ձևը, հագցնելու ձևը։ Հետաքրքիր իհարկե հաղորդումներ կա սրանց մասին։ Ինտերնետում էլ պետք է լինի, եթե ինչ-որ հետաքրքիր է, կարելի է այնտեղից ուրեմն YouTube-ի վրա փնտրել, գտնել։ Դորի հագուստը, ձեռքի աշխատանք ալոքան հիշում եմ, ամբողջությամբ ձեռքի աշխատանք։ Նայեք։ Այսպեսի տեսք են ունենում։ Բարելով, ուրորվելով, սուրը մխրճում են սուլի մարմնի մեջ։ Տասնութերորդ դար։ Սենյակում ավելի շատ կան, ուրեմն նկարների հետ, տորեադորների հագուստները, գիտես, սա ձեռքի աշխատանք, բոլորը, հլստեղ նայել է։ Ու ես գիտեմ, որքան ինքը հաղթանակներ է տարել, որքան ավելի հարգաժան պատված տորեադոր է, այնտեղ ինչ-որ նշաններ կա, այսի ձևի կարելով, կա իրավունք ունի կրելու, այսի ձևով են բան անում էլի, կարում իր համար ես համազգեստան են շողովիչ ուզի, հայերի նման ով ինչ ուզի, հակնի ով ինչ ուզի, սարքի ով ինչ արձակ ուզի բերի կանգնացնի, ձև կա գրված, Կուրո Ռոմերո։ Ես էլ իրա հագուստելի։ Այստեղ երևի ցուլերին են պահում, լվանում, մաքրում, կերակրում, հետո ստեղից երևի բաց են թողում, կամ ձի չէ, ձի չէ, այնտեղ էլ կարող է լինի, հա, ստեղից էս ցուլը բաց են թողում, ասում են պիրոտ, ֆաս, գնա խփի փռի, ես էլ ջրելու տեղն է, բայց ցուլի բոյեկ հաստի ստեղից ջուր խմի, երևի հա, հանգիստ խմի, այս էլ անհատական ջրի տեղերն է երևի կամ սնվելու, ափսոս, իհարկե նորից եմ ասում, դաժանությունը չեմ սիրում, բայց հետաքրքրությունս փոքր ինչ շարժվեց, կդիտե եթե լիներ, ասեցին մինչև մյուս տարի ցլամարտ չի լինելու, երևի ինչ-որ տարվա եղանակ կա, որ ցլամարտ է լինում, կոնտադուրիա, գնանք դուրս գանք դաշտ, ես սենց անհամբեր սպասում եմ, որ ես պետք է մի օր նորից Անգլիա այցելելու ժամանակ այցելեմ Լիվերպուլի, Մանչեսթեր Սիթի, Մանչեսթեր Յունայթեդի, Չելսի ստադիոնները, այնտեղի ցուցահանդեսը նայեմ, ուրեմն նվերների խանութը, դաշտը, այդպիսի էքսկուրսիաներ կա այնտեղ, YouTube-ով էլ այդպիսի մի ռուս բլոգեր կա, այդպիսի հետաքրքիր հաղորդումներ է վարում, սպասում եմ անհամբեր գնամ դա տեսնեմ, որտեղ իսկապես շատ տպավորիչ է, բայց հիմա դուրս եկա Ցլամարտի դաշտը, սա էլ արդեն տպավորիչ է, մի պահ կարելի է պատկերացնել, ասենք ֆուտբոլիստը իրան ինչ ազգում, երբ որ ֆուտբոլիստը պետք է գնդակով ստե խաղա, համարենք ֆուտբոլի դաշտ է, կողքից հանդիսատեսները նստած իրան են հետևում ու ինքը պետք է գեղեցիկ խաղցուց տա, որ ընդեղից սուլեն, ծափարեն, էլի, այսքան ուշադրություն, ու դու ուշադրության կենտրոնում ես, հիմա մենք ստեղ ենք, կանգնած, Արմին է պատկերացրել ես ցուլն եմ, հիմա սենց հարցակում եմ քո վրա, դու ինչ պետք է զգաս, այս մարդիկ էլ նայում են, լավ շարեցիր, սուլելու են, սուլում են, սուլում, մեր բակի աղջիկները,
Արմինեն իրան տորեադոր ազգում։ Խփեմ մի հատ, ինչ անեմ, կոտոշս։ Կոտոշով խփեմ։